Այ ասեցիք ինչ նախնդիրը, որ ավարտ չեն հայտնում ուղարկեն դատարան։ Որ դա շատ ակնհայտ ու ակնառու է։ Ավարտ չեն հայտնում ուղարկեն դատարան, որպեսզի հրապարակայնորեն հասարակությունը չտեսնի, թե ինչ խայտառակ քրեական գործի հետ մենք գործ եւ առնչություն ունենք։ Միակ պատճառը դա է։ Ուրիշ պատճառ ու փաստար գոյություն չունի։ Ավարտ չեն հայտնում, որպեսզի հասարակությանը նախաքննական գաղտնիքի քողի մեջ պահեն, թե բարդ քրեական գործ ենք քննում։ Ընդհանրապես գործողություն չի արվում։ Ընդհանրապես։ Տեսեք, դրանցից մեկի վերաբերյալ նույնիսկ, օրինակ կոչի դրվագը, չէ՞։ Հայտնի կոչի դրվագը։ Այդտեղ կարելի է ասել, մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը արտահայտություն։ Իդեպ այս ամենը հիմա առավել քան պարզ երևում է եկեղեցու նկատմամբ ճնշումների պայմաններում, թե ինչի համար էր պետք Սամվել Կարապետյանին իր հեղինակության, իր, այսպես ասած, ուժի դիրքերից հանդես գալու նաև հենց հարգանքից ելնելով հանրության եւ վստահությունից, ինչի էր պետք ամեն կերպ մեկուսացնել։ Հիմա այդ ամեն ինչը շատ ավելի հստակ ու պարզ է երևում։ Հիմա կոչի դրվագով նախաքննության առավելագույն ժամկետը, առավելագույն, դա հանդիսանում էր 4 ամիսը գումարած 1 ամիս հնարավոր փորձաքննության դեպքում։ 4 ամիսը լռանալու արդեն ժամանակահատվածում քննիչը դատական նիստերից մեկի ժամանակ ասել էր, որ այստեղ ինչը փորձաքննություն անեն։ Սա էր իրենց դիրքորոշումը։ Մենք էլ կհիշեք, ներկայացրել էինք փորձաքննության եզրակացություններ փորձագետների կողմից եւ քննիչը իրականացրեց Հայաստանի Հանրապետության պատմության մեջ հերթական ամենաաբսուրդային գործողությունը, որովհետեւ որոշեցին, որ փորձագետերին պետք է ահաբեկեն, պետք է խուզարկեն փորձագետների բնակարանները, բջջային հեռախոսները, կանչեն ժամերով հարցաքննեն փորձագետերին եւ այլն։ Սա է Սամվել Կարապետյանի գործով իրադարձությունները, որոնք տեղի են ունենում։ Ինչևէ, կոչի դրվագով ժամկետը պատկերացրիք։ Այնուհետև դե տնտեսական բնույթի աբսուրդային մեղադրանքներ ներկայացվեցին, որոնց այսպես ասած նվազագույն, ողջամիտ, բանական, չգիտեմ, ինչ ձևակերպում, տրամաբանություն նույնիսկ գոնե պետք է ունենա, չէ՞ մեղադրանքը։ Դրանցից ոչ մեկը տրամաբանություն էլ չի ունեցել։ Եվ այս պնդումը ոչ թե մեր պնդումն է, սա դատական ակտերով հաստատված պնդում է, դատական ակտերով։ Եվ չնայած այս ամենին, եթե նայում ենք առավելագույն ժամկետը, նախաքննության, դա 10 ամիսն է։ 10 ամիսը, բայց ժամկետը չի հաշվարկվում առավելագույնի տրամաբանությամբ։ Ժամկետը առաջնային հաշվարկվում է ըստ ներկայացրած միջնորդության եւ դրա շրջանակներում կատարած գործողությունների։ Վճռաբեկ դատարանը շուրջ 2-3 շաբաթ առաջ մի նախադեպային որոշում է ընդունել, որը վերաբերում է իդեպ, եթե չեմ սխալվում, թող ինձ ներեն, ամեն դեպքում անուն չեմ նշի, քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնատար անձանցից մեկի խափաման միջոցի փոփոխությանը, որը վերաբերում է կոռուպցիոն մի շարք դրվագների, որով իդեպ ոչ թե կալանք էր կիրառվել, այլ տնային կալանք։ Եվ վճռաբեկ դատարանը ի վերջո գտել է, որ այդտեղ գործողությունները ճիշտ են եղել։ Ես իդեպ եւս այդ կարծիքին եմ։ Կալանքը ծայրահեղ միջոց է, ամենածայրահեղ, բայց մենք տեսնում ենք, որ օրինակ երբևէ արատավորված չեղած անձինք ազգային բարերարից արքեպիսկոպոսներ, մինչև եպիսկոպոսները այսպես շարունակ անձինք կալանավորվում են եւ նենց հատապահությունը ոնց որ քրեական դատավարության օրենսգիրքը որ բացում եք, այնտեղ ուրիշ խափաման միջոց չկա, այնտեղ սենց բացում ես, գրած է ամենտեղ կալանք։ Դե դատավորներն էլ, քննիչներն էլ, դատախազներն էլ ասում են ինչ կարան անել։ Միայն էտա գրված։ Հետևաբար ժամկետի տեսանկյունից ժամկետները խախտված են, գործընկերներ։ Խախտված են։ Խախտված են եւ սա փաստ է։ Եվ դրա հաստատումը առաջնային նա է, որ մենք գործ ունենք անգործության հետ։ Տնտեսական եւ իշխանության դաշնման ոչի ոչվածներով այդ երկու գործը միասին է Վերջին հարցից կանք։ Այո, Հայաստանի Հանրապետության, որ պատկերացնեք, նախկինում այն կոչվում էր Պետեկամուտների կոմիտեի քննչական վարչություն։ Հիմա այն միավորվել է քննչական կոմիտեում, բայց իրենք որպես կանոն տնտեսական բնույթի դեպքեր քննող ստորաբաժանում են։ Իրենք փաստացի այսօր քննում են Սամվել Կարապետյանի դեպքում իշխանությունը բռնությամբ զավթելու կոչի վերաբերյալ դրվագ եւ միաժամանակ տնտեսական բնույթի դրվագ։ Այստեղ նույն ստորաբաժանում, որ պատկերացնեք, այստեղ շատ հեշտ է հասկանալ ինչի է այդպես եղել։ Նվազագույն
առնչության դեպքում դա նշանակում է, որ հիմնական այդ բլոկով կամ նման մեղադրանքներով զբաղվող ստորաբաժանումը հեռանկար չի տեսել մեղադրանքում, հրաժարվել է։ Բայց մեկ այլ ստորաբաժանում պատրաստակամություն է հայտնել այդ շատ կարևոր հունիսի 17-ից բխող Facebook-յան գրառումները մինչ օրս հասանելի են գործադիր իշխանության ղեկավարի այդ հանձնառությունը, ցուցումը իրացնելու տեսանկյունից։ Եվ մինչ օրս այդ ամենը շարունակվում է։ Այն, որ դրանք միասին համատեղ են քննվում, դա եւս աբսուրդ է։ Ընդհանրապես Սամվել Կարապետյանի այս գործի, եթե պատկերացնենք վարույթի նյութերը, ամեն էջը թերթելուց կարող ենք աբսուրդները արձանագրել։ Իդեպ ցավոք սրտի էջ չկա որտեղ չլինի աբսուրդ։ Կներեք նույնիսկ, բայց մեր կողմից ներկայացված միջնորդությունները այնքանով են խնդրահարույց, որ մենք ստիպված արձագանքում ենք այդ աբսուրդներին, որտեվ սա է այս գործը։ Բայց պարզապես երբ փորձում ենք աբստրահվել ամեն ինչից, այս գործի հետ կապված, որ ոնց կարող է լինել կոչ միաժամանակ տնտեսական բնույթի մեղադրանքի հետ զուգահեռաբար քննվող, դա ինքնին նոնսենս է, հարգելի գործընկերներ, բայց ինչև է։ Մեկ հարցի պատասխանն է ինձ ամենից շատը հետաքրքիր։ Ինչ կլիներ, եթե Սամվել Կարապետյանին իսկապես թույլ տային գնար հոր գերեզմանին։ Անկեղծ։ Օրինակ ինչ կլիներ։ Բացահայտեմ։ Քննիչը համարում է, որ գերեզմաններ գնալը դա հանրային վայր գնալ է։ Իսկ տնային կալանքի դեպքում, քանի որ սահմանափակումներ են կիրառվում, այդ հանրային վայր պետք չի գնալ։ Ես անկեղծ մի հատ հարց ունեմ։ Ինչպես ենք, չէ՞ մենք հաճախ ցիտում Աստվածաշունչը իրավաբանության տեսանկյունից, մարդասիրության տեսանկյունից մի կարևոր հանգամանք կա, չէ՞ որ մեզ հուշում են, որ պետք է դիմացինի հետ վարվենք այնպես, ինչպես կցանկանայինք, որ մեզ հետ վարվեին։ Արդյոք այդ հարգարժան գործընկերները կցանկանային, որ իրենց որևէ մի մտերիմի, ծանոթի, ես չեմ էլ ասում թշնամու, նկատմամբ վերաբերմունքը այսպիսին լիներ, որ 7 ամիս նվազագույն բժշկական ստուգում չիրականացնեն։ Հասկացանք Սամվել Կարապետյանի տեսակը այնպիսինն է, ինքը ոչ մի գանգատ չի տվել։ Հասկացանք։ Իդեպ չարությամբ էլ չի լցվել։ Հասկացանք։ Բայց դա կարա լինի պատրվակ, որ չթողես մարդը առաջին տարին գնա գերեզմաններ, չթույլ տաս դա։ Իմանաս, որ 7 ամիս մի հատ բժիշկ չի այցել իրան, արյան անալիզ վերցնի։ Դրա հետ համերաշխ լինեք, այդ ամեն ինչի պայմաններում կիրառվի էլի խիստ խափանման միջոց տնային կալանք, բայց այդքան մարդասիրության դեֆիցիտ ունենանք, որ րոպե շուտ այն առաջին աշխատանքային օրը գա, այդ էլ գիտեք ինչի է նախր, թե չէ դեկտեմբերի 31-ին մուտք կանեին։ Խնդիրը նա է եղել, գրասենյակը երևի չի աշխատել։ Անկեղծորեն եմ ասում, ես ունեմ համոզմունք դրա համար, թե չէ դեկտեմբերի 31-ին առավոտյան ժամը 9:05 հանկարծ շուշանանք։ Չէ որ ասում եմ հիմա, կարող է օրինակ ես պատուանը բացում եմ եւ տեսնում եմ, որ երկինքը փուլ չի եկել տնային կալանքի կիրառմամբ։ Կարող է իրավապահները կամ այս գործով քաղաքական հրահանգները իջեցնողները լրիվ այլ տեսարան են տեսնում։ Հա մի հատ դուք էլ կարող եք, հարգելի գործընկերներ, անկեղծ ձեր կարծիքը ասեք, որտեղ ես ունեմ համոզմունք, որ եթե Հայաստանի Հանրապետությունում իսկապես մենք ուզում ենք գտնել հարցադրումների պատասխանը, թե ինչ է արդարությունը, ինչ է արդարադատությունը, ինչն է դատավորի խիղճը, առաջինը պետք է լինենք մարդասեր եւ առաջնորդվենք իրավունքի գերակայությամբ, ավել բան պետք չի։